Դիլիջանի ՔՊԱ համայնքապետ Դավիթ Սարգսյանն, ով առանձնապես չի փայլում իր գիտելիքներով, ինչպես շատ ՔՊԱ-ականներ, հայտնվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խոշորացույցի տակ, սակայն ոչ թե կոռուպցիայի ենթատեքստում, այլ վարքագծի։ Բանն այն է, որ իր կենսագրությունում սեփական սերն իբրև արու գրած համայնքապետի նկատմամբ, ով նույնիսկ շփոթել է, թե որ համալսարանում է սովորում, հանձնաժողովը վարույթ է հարուցել լրագրողների հետ հովանավանքում գրեհկաբար խոսելու պատճառով։ Հանձնաժողովը գտել է, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարը պատասխանելով լրագրողների հարցերին վիրավորել է նրանց։ Հլացածր, ինձ հետ տոնով չխոսած։ Հիմա որ ես պատարակ մատուցեմ կմասնակցեմ։ Հանգստացի գնում եմ։ Ձեր ձևաչափին բանալ։ Դուք գոնե սովորեցիք ձեր ինքնակենսագրականի մեջ։ Ես այնքան սովորել եմ, որ ձեզ հիմա բան եմ բացատրում։ Արհեստական բանականության գեներացված։ Արհեստականը դուք եք ոտի կգնում։ Արհեստական բանական։ Դուք ձեր ձեռքերը, երբ որ ինձ հետ խոսում եք տացել։ Ես այնքան կրթություն եմ ստացել, որ դուք երկար ժամանակ փորձես ապրես չես կարա իմ շապ կրթություն ստանալ։ Կենսագրականի մեջ։ Արու եմ գրել իմ կենսագրական։ Ձեր նմաններն են էլի փորձես արել։ Հանձնաժողովն ուսումնասիրել է այս տեսանյութը եւ եզրակացրել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, իր գործողություններով չխախտել լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները, չխոչընդոտել նրանց օրինական գործողությանը եւ մասնագիտական աշխատանքին։ Քննարկելով Սարգսյանի կատարած արտահայտությունների բովանդակությունը հենց այս ենթատեքստում, առանձին, ինչպես նաեւ նրան ուղղված հարցերի եւ իր պատասխանների ամբողջական բովանդակությունն ու ձևը, այդ թվում տոնայնությունը, հանձնաժողովը գտել է, որ թեև Սարգսյանի խոսքը չի կարող համարվել անձնական բնույթի խիստ վիրավորանք, այն այնուամենայնիվ առերևույթ վիրավորական, հեգնական է տոնայնությամբ առերևույթ համաչափ չէ լրագրողի խոսքին եւ չի պարունակում լրագրողների վարքագիծը քննադատող, նրանց գործողությունները գնահատող բովանդակություն։ Հանձնաժողովը հատկապես խնդրահարույց է գտել Սարգսյանի խոսքի արտահայտման ձևը, այդ թվում տոնայնությունը եւ ոչ վերբալ հաղորդակցման ձևը, որոնք հանձնաժողովի գնահատմամբ առերևույթ ոչ հարգալից են եղել։ Ըստ այդմ հանձնաժողովն արձանագրել է վարքագծում առերևույթ խախտման հատկանիշների առկայությունը եւ որոշել դեպքի առթիվ նախաձեռնել վարույթ։ Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում։ Վերջինս ոչ վաղ անցյալում ամիսներ առաջ Դիլիջանում բռնկված հրդեհը հանգցնելու համար ծխախոտը ձեռքին կանգնած էր հենց բռնկման կենտրոնում, որի պատճառով էլ հայտնվել էր հանրային պարսավանքի կենտրոնում։ Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Սարգսյանը մեկ անգամ եւս վարչական տուգանքի էր ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գնով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող էր վաճառել հարազատ եղբորը Սասուն Սարգսյանին։ Նա 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քառակուսի մետր հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով 11 միլիոն 55 հազար դրամով վաճառել էր եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ վարչական տուգանք սահմանել 300 հազար դրամ։